հետևորդներ ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թախյանն եմ, բարի առավոտ։ Ընդդիմադիր ուժերի ընտրության վերաբերյալ դիմումների դատաքննությունը սահմանադրական դատարանում կսկսվի վաղը հունիսի 26-ին։ Արամ Վարդևանյանը շեշտել է, որ ընտրությունը պետք է տեղի ունենա ազատ, արդար և հավասար պայմանում։ Սակայն այս ընտրությունը չի եղել այդպիսին։ Բայց թիվը և ծավալը իսկապես սրանք բոլորը աննախադեպ են։ Եվ դրանք պետք է մանրակրկիտ քննության առարկա և սահմանադրական, դատարանաընտրական վեճերը իրավաքաղաքական բնույթ են։ Հետևաբար, սիրելի հայրենացիներ, ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը, հանրային խոսքը և գնահատականը չափազանց կարևոր։ Վստահ եղեք, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք հենց տեսել եք նաև դուք, սկսած կենսաթոշակները փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում բարձրացնելուց, մինչև ատելության խոսք, մինչև անհասկանալի թափանցող ծրարով քվեարկություն, բոլորը, այդ թվում նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական տեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելը սեփական նախաձեռնությամբ, վարչական դատարանի վճռի անտեսմամբ, ինչպես նաև վերաքվեարկություն չանելը։ Բոլոր այս խնդիրները տեղ են գտել մեր դիմումում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունն իրեն ձայն տված քաղաքացիներին առաջարկում է հուլիսի 26-ին հավաքվել սահմանադրական դատարանի մոտ, պաշտպանելու իրենց քվեն։ Ուրբաթ օրը ժամը 1-ին ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժի համար ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի իրար հետ մի քանի բան որոշենք։ Չվերցնել մանդատն է ճիշտ, թե վերցնել։ Ճանապարհները, պայքարի ճանապարհների քննարկումը իհարկե օրենքի շրջանակներում եւ դրանից հետո էլ կարծում եմ, որ կլինի շատ էմոցիոնալ, շատ հախուռն եւ հետաքրքիր քննարկում, հարց ու պատասխան եւ տեղեկատվական առումով նաեւ որակյալ եւ դրանից հետո ես եւ մեր ընկերները կշարժվենք սահմանադրական դատարան, որպեսզի պաշտպանենք, քանի որ այդ օրը նիստ է լինելու ընտրությունների կեղծիքների դեմ, որպեսզի պաշտպանենք մեր հայրենակիցների ձայները։ Իսկ այս գործընթացին զուգահեռ շարունակվում են ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումները։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսել է իր նկատմամբ հարուցված գործի մասին և մանրամասներ ներկայացրել։ Ես արգելանքի տակ գտնվող որևէ գույքի նկատմամբ որևէ գործողություն չեմ արել, եւ դա փաստ է, այսինքն գույքը արգելանքի տակ դնելուց հետո ես որևէ գործողություն չեմ արել եւ քննչական կոմիտեն որևէ փաստ եւ որևէ հիմք դեռ այդ կապված չունի։ Եվ երկրորդը ինչ է նշանակում խուսափել հայտարարագիր ներկայացնելուց։ Ըստ էության այս գործը հարուցել եք նրա համար, որտեղ ես հայտարարագիր եմ ներկայացրել։ Ու ներկայացնել ոչ միայն ԴԱԿ-ին, այլ նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, այսինքն մեկի փոխարեն երկու հայտարարագիր եմ ներկայացրել։ Եվ ըստ էության ես եմ այդ հայտարարագրով բացահայտել, որ ես ունեմ կանխիկ գումար, ընդ որում տարիներ շարունակ եմ դա հայտարարագրը, ասել եմ դրա գտնվելու վայրը, քանակը, ծագման աղբյուրը, հետևաբար ինձ ըստ էության ոչ թե հայտարարագիր չտալու, այլ հայտարարագիր տալու համար են մեղադրանք առաջադրում։ Իսկ դատարանը որոշել է հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին կալանավորել 2 ամսով։ Նրան տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ փաստաբանի պնդմամբ, որոշումն իրավաչափ չէ եւ այն բողոքարկելու են։ Ներկայացված միջնորդությունը իր հիմնավորումներով բավարար չէին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, ավելին բավարար չէին ընդհանրապես որևէ խափանման միջոց ընտրելու համար։ Բնականաբար զարմացած ենք, ինչ որ առումով էլ զարմացած չենք, կծանոթանանք որոշմանը։ Չալաբյանի մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը գործածելով մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը իբր խոչընդոտելու նախապատրաստության համար։ Մինչ դատարանը քննում էր կալանքի հարցը, նրա աջակիցներն ու համախոհները հավաքվել էին դատարանի բակում իրենց աջակցությունը հայտնելու։ Հույս ունենք, որ դատարանը ճիշտ վճիռ կայացնի, այսինքն առնվազն գոնե
սահմանափակումներ չի լինի, այն առումով, որ կալանքի չեն տանի։ Ինչ վերաբերում է հաղորդագրությանը, գիտեք, հիմա նախաքննության փուլը, գաղտնիության փուլն է, դա հենց ավել բան չգիտեմ, այդտեղ էլ մեկնաբանելու բան չկա, եթե կապում են այդ ձայնագրության հետ, կներեք այդ ձայնագրությունով ես ճիշտ ասած չեմ պատկերացնում ոնց իննավորես, որ մարդուն տանես են էլ ամենախիստ պատժի տեսակին, կալանքին, հետևաբար սպասենք, տեսնենք ինչ կներկայացնեն, բայց մենք ճիշտ ասած թե պարոն Չալաբյանը, թե մեր ամբողջ թիմը պատրաստ է եղել այս ամեն ինչին։ Հայաքվե նախաձեռնության անդամ Մենուաս Սողոմոնյանն էլ համոզված է քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի։ Սողոմոնյանի խոսքով իշխանության նպատակը Չալաբյանի հանրային գործունեությունը սահմանափակելն է։ Առհասարակ կարելը, այսպես ոչինչից ինչ-որ մի բան ստեղծելը, այդպես շինծու գործեր հարուցելը, այս մոնտաժված, ապօրինի գաղտնալսված, այս ոճը մենք տեսնում ենք, մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք, մենք այդ ամեն ինչը տեսնում ենք, չգիտեմ, օրինակ ասենք Բագրատ Սրբազանի հետ կապված գործի մեջ, մենք բազմաթիվ քրեական հետապնդումներ, քաղաքական, իրականում քաղաքական բովանդակությամբ քրեական հետապնդումների բազմաթիվ դեպքեր ենք տեսնում, որտեղ երբ որ փաստերը դու իրար հետ ես դնում, համադրում ես, փորձում ես այնտեղ ինչ-որ մի հատ լուրջ բան գտնել, այնտեղ հանցակազմի ինչ-որ բան գտնել, տեսնում ես, որ չկա այդպիսի բան, պարզապես քանի որ երկիրը հստակ կերպով շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն, իրավիճակը նմանվում է ստալինյան ժամանակաշրջանին։ Շարունակվում են եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ճնշումները։ Վարժական հավաքների ծանոթագրերի պատճառով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի ավելի քան 10 հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ իրենց ծառայության վայրեր Ռուսաստանում։ Եկեղեցական շրջանակում համոզված են խնդիրը հավաքները չեն, այլ դրանց կազմակերպման եղանակն ու ընտրված ժամանակահատվածը։ Սա հերթական խտրական վերաբերմունքն է կրոնական կառույցի նկատմամբ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ ասենք ցավալին այն է, որ վարչապետի, պաշտպանության նախարարի եւ իրենց կամակատարների կողմից վարժական հավաքներին մասնակցելը դիտվում է որպես պատժի միջոց։ Քայլ է։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը։ Զոհվածի քույրը գրել է, որ իշխանությունը հիմա էլ վախենում է նրանց նկարներից, վախենում է այն տղաների հայացքներից, որոնք այլևս ֆիզիկապես այստեղ չեն։ Զուգահեռ Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի ջանքերով ԱՄՆ կոնգրեսում քննարկել են հայ գերիների վերադարձի հարցը։ Հանձնախմբի ներկայացուցիչները մեկ անգամ ևս հնչեցրել են գլխավոր պահանջը։ Ադրբեջանը պետք է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր հայ գերիներին ու պատանդներին։ Սակայն Կապիտոլիումից հնչած կոչերը միայն գերիների մասին չէին։ Ասուլիսի մասնակիցները պահանջել են նաեւ Հայաստանի տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերում, արցախահայության անվտանգ վերադարձի ապահովում եւ Արցախի վտանգված հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանություն։ Ներգաղթական դան օրենսդրության հանձնախումբը պիտի որոշե ասոնցմե որոնք ներգաղթական դունը արիթը պիտի ունենա քվեարկելու եւ անշուշտ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը լադիգա Վաշինգտոնի մեջ լադիգա մեր շրջանային գրասենյակները կամ 50 նահանգներու մեջ մեր դարբեր մասնաճյուղերը ամենը աշխատին իրենց շրջանի կոնգրեսականներուն հետ որ զորակցին ադոնք եւ ի վերջո անցնին այդ բանացևեր եւ որ արիթ ունենան քննարկվելու։ Ադրբեջանական մի մեծ համայնք էլ ԱՄՆ կոնգրեսում քննարկել է, թե ինչպես են հայերը 20-րդ դարի ամբողջ ընթացքում իբր էթնիկ զտումի ենթարկել հորինված Արևմտյան Ադրբեջանի տարածքում բնակված ադրբեջանցի ժողովրդին։ Բաքվի նախաձեռնող խումբ կոչվող կազմակերպությունն է փորձում Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին կեղծ օրակարգը տեղափոխել միջազգային քաղաքական դիսկուրսի ավելի բարձր մակարդակ։ Այս կազմակերպությունը որ իրականացնում է այդ միջոցառումը, չունի հետագից, անցած ճանապարհ, հայտնի չի եղել Ամերիկայում նույնիսկ ադրբեջանա-թուրքական շահերի պաշտպանությամբ եւ այլն, տպավորություն է ստեղծում, որ ադրբեջանցիները ուղղակի ուզել են որևէ մի գործողություն իրականացնել, որը հնչեղ անուն կունենա։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 21-ի սահմանում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մուրացյան մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի 1.5 տարեկան աղջկան հիվանդանոց են տեղափոխել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկից։ Հիվանդանոցում երեխայի հարազատները հայտնել են, որ իրենց շենքի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել, ինչից հետո երեխան եւ ընտանիքի անդամները սկսել են հազալ, թուլանալ։ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ շենքը, որտեղից երեխան հոսպիտալացվել է, գազաֆիկացված չէ։ Աքսիոսը հայտնել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններ են տեղի ունեցել 3 Վաշինգտոնում։ Դրանք ավարտվել են առանց որևէ առաջընթացի և ըստ լրատվականի որոշ առումներով նույնիսկ հետընթաց է արձանագրվել։ Իրանը հայտարարում է, որ պատրաստ է Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ անվտանգության ոլորտում համաձայնագրեր կնքել, դրանք կապելով նաև տնտեսական գործակցության խորացման հետ։ Բաքվում ընթացող Իսլամական գործակցության կազմակերպության խորհրդարանական միության համաժողովում Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է, որ տարածաշրջանի ապագան պետք է կառուցվի գործակցության և երկխոսության հիման վրա։ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 72 նավ, տեղափոխելով 20 միլիոն բարել նավթ։ Նրա խոսքով նավագնացության ծավալը վերադարձել է նախապատերազմական մակարդակին։ Վենեսուելայում 7.2-7.5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել, երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Պաշտոնական մարմինները զոհերի և վիրավորների հստակ թիվ դեռ չեն հրապարակել, սակայն փորձագետները նախնական կարմիր տագնապ են սահմանել, նշելով, որ աղետի մասշտաբներից ելնելով հնարավոր են մեծաթիվ զոհեր և միլիարդավոր դոլարների տնտեսական վնաս։ Մայրաքաղաքում փլուզվել են մի քանի բնակելի և կոմերցիոն շենքեր։ Փրկարարները փլատակներից դուրս են բերում տուժածներին։ Կարակասի Մայկետիա միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ենթակառուցվածքների լուրջ վնասման, տերմինալի տանիքի մասնակի փլուզման և հոսանքազրկման պատճառով։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր ցերեկն առանձին շրջաններում, իսկ երեկոյան Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Չնայած տեղումներին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։